Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 27։ Դու լսում ես աղոթքը, ամեն մարդ քեզ մոտ է գալիս, Սաղմոս 65-րդ գլուխ 2-րդ խոսք։ Կա մի բան, որ կոչվում է մուտք դեպի Աստված կամ Աստծուն մոտենալու իրավունք։ Ես դա հասկանում եմ որպես այն բոլոր խոչընդոտների վերացումը, որոնք կանգնած էին մարդու և Աստծո միջև, որպեսզի մարդուն թույլ տրվեր մոտենալ նրան։ Երբ ասում ենք, որ որևէ մեծ իշխանավոր անձի մոտ մուտք ունենք, նկատի ունենք, որ դռները բացվել են, պահակները հեռացվել են և մեզ թույլ է տրվել մոտենալ նրան։ Դու ինկերպ էլ այստեղ է։ Սուրբ գրքում այս մուտքը երբեմն վերաբերում է նրան, որ Քրիստոսը պատրաստել է ճանապարհը, վերացնելով Աստծո և մեղավորների միջև եղած թշնամությունը, որպեսզի մարդիկ այժմ Քրիստոսի միջոցով բաց և օրինական ճանապարհ ունենան Աստծուն մոտենալու։ Ինչպես գրված է, որովհետև նրանով երկուսս մեկ հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։ Եփեսացիս 2 գլուխ 18-րդ խոսք։ Երբեմն մուտք դեպի Աստված արտահայտությունը վերաբերում է այն իրական փորձառությանը, երբ մարդը վայելում է Քրիստոսի կողմից ձեռք բերված այդ մուտքի առավելությունը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդու և Աստծո միջև սովորաբար առաջացող բոլոր խոչընդոտներն ու բաժանարար պատնեշները վերանում են։ Այդժամ Աստված այլևս հեռու կամ զուսպ չէ նրա հանդեպ, ոչ էլ օտարի պես իրեն հեռու է պահում կամ դժգոհ հայացքով նայում նրան։ Ընդհակառակը, մարդուն թույլ է տրվում մոտենալ մինչև իսկ նրա գահը։ Հոբը դժգոհում էր այսպիսի փորձառության պակասից, երբ ասում էր. «Ահա դեպի արևելք եմ գնում ու նա չկա, դեպի արևմուտք ու նրան չեմ նկատում, դեպի հյուսիս, որտեղ ինքն է գործում, չեմ նշմարում, հարավում է թաքնվում, ես նրան չեմ տեսնում»։ Հոբ 23-րդ գլուխ 8-9 խոսքեր։ Մուտքի առաջին տեսակն ընդհանուր է բոլոր հավատացյալների համար։ Նրանք ուխտի արյան միջոցով մոտեցվել են Աստծուն և այլևս հեռու չեն, որովհետև Աստծո և նրանց միջև եղած մահաբեր թշնամությունը վերացվել է։ Սակայն մուտքը երկրորդ իմաստով տրվում է ըստ Տիրոջ բացարձակ ինքնիշխան կամքի և հաճության։ Միևնույն ժամանակ, հավատացյալներն իրենք էլ կարող են իրենց մեղքերի ու անհնազանդության պատճառով խոչընդոտել այդ մուտքի կենդանի վայելումը, մինչև որ Տերը իր ողորմությամբ և իր շնորհով կրկին պարգևի այն նրանց։ Այդ պատճառով այս փորձառությունը երբեմն լինում է, երբեմն ոչ, և դրա պատճառով չպետք է կասկածի տակ դնել մարդու հոգևոր վիճակը կամ փրկությունը։